դա անհնար է, բայց ես այդ կարծիքը չեմ կիսում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, անհնար է դե բան չեմ տեսնում, եթե վարչապետի հրամանով ազատ որոշման ազատվել են, նույն վարչապետի որոշումը նաև կարելի է քենսել անել, չեղել համարել, նորից վերականգնել, բայց ինչևիցե չեմ ուզում խորանամ այդ հարցերի մեջ, նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար ունենք, թող ժամանակավոր պաշտոնակատարը խնդրեցինք, պահանջեցինք, որ ժամանակավոր պաշտոնակատարը գա ներկայստեղ մեր մոտ ու ինքը իր դիրքից, իր պաշտոնից, իր անունից մեզի հավաստիացնի, երաշխավորի, որ մեր երեխեքի, քանի որ մեր հարցը նորից եմ ուզում շեշտեմ, որ մարդկանց համար այդ կարծիքը վերջապես հելնի, որովհետև հանրության մեծ մասի մոտ թե մենք ստե փողով եկող ակցիանող ենք, մենք ոչ մեկից այսքան վաղ ոչ մի լումա, ոչ մի կոպեկ ոչ վերցել ենք, ոչ էլ պատրաստում ենք վերցնենք, եթե վերցնենք, ստե չենք լինի։ Ուղղակի նշեցիք իրենց պահանջը փոխանցելուց հետո որոշ փոփոխություններ են եղել, նկատի ունեք ձեր Չէ, առավոտը մենակ փոխ ոստիկանապետն է եղել, եկել, ասել ենք, էլի գնացել է, որ պետքա մեզի փոփոխություն, մեզի պատասխան տա, դեռ այդ պատասխանը չենք ստացել։ Հանդիպում եք պահանջում նոր ժամանակավոր պահանջում նորանշանակի հետ, որ ինքը գա նորից ասեմ, շարունակեմ միտքս ավարտեմ, որ ինքը գա մեզ երաշխավորի, որ մեր երեխեքի հարցը մնալու է օրակարգում որպես առաջնահերթ հարց, ամենայն դեպս ԱԱՑ կառույցի համար, նոր ձևով, նույն ձևով շարունակել են ավելի մեծ թափով, բայց ոչ պակաս թափով, նույն ձևով աշխատանքները շարունակվելու այդ երեխեքի ճակատագրի վերաբերյալ, որ ինֆորմացիան գործողությունները կատարվի, գործը շարունակվի։ Եթե կգաք ասի, մենք էլ գոնե ինչ-որտեղ ատենք կզգանք, որ այս մարդը ասել է իր դիրքից, մենք ճանապարհը Այսինքն տեղեկություն ունեք, որ չի շարունակվելու այս process-ը, ինչից եք հիասթափվել, որ չի շարունակվելու, ասենք 5 տարվա մեր փորձը ցուսատվեն, որ ասենք բացի Աբազյանից ու ասենք ԱԱՑ կառույցից ոչ մեկ այդ երեխեքի հարցով չի զբաղվել։ Ասենք զբաղվել է Աբազյանը, մեր հետ հանդիպել է Աբազյանը, մեր հարցերին պատասխանել է Աբազյանը։ Մենք էլ ինչ, հետո գիտեք մեր մտավախությունը ինչ էր, նայեք, ես ձեզ հիմա ասեմ, Եվրոխորհրդից հետ պահանջեցին, գիտեք, անհետքորածների վերաբերյալ այդ ամեն ինչը հետ պահանջեցին, դա արդեն մեզի ոնց որ մեսեջ էր, որ այդ երեխեքի հարցը շատ շուտով դառնալու է այս պետության համար հայտարարեցին, որ մենք գերի չունենք, մենք պահանջ չունենք եւ այլ եւ այլ։ Դե այս էլ արդեն նշանակես, որ մեր երեխեքով հիմա եթե կգաք ասի, որ ես անելու եմ նույն գործը, ոչ մի փոփոխություն չի նելու, հարց չկա, մենք արդեն գիտենք, չես մարդը ասել է, այսինքն որ հանգարց վաղը տենանք ինչ-որ տեղաշարժ չկա, շարժ չկա, մենք կարանք չէ, տանք ասենք, բա դու մեզի եկար այսքան մարդու մոտ ասեցիր, որ անելու ես, բա քիչ ես անում, այդ վաղտ մենք կարանք իրան, բայց չի գալի։ Երեք Փաշինյանը ասաց, որ Աբազյանի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխի, պարոն Ղուկասյան։ Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, ես անձամբ իր այդ մի քանի անգամ հանդիպել եմ այն շուտ վաղտերը, դրանից հետո իմ մուտքը արգելվել է կառավարության շենք։ Ես ինձ հասկացել եմ, որ ինքը պոտենցիալ խռովնիկ սուտասան մարդ է։ Ես ոնց կարամ հավատամ մի մարդու, որ 5 րոպեվա մեջ կարա 15-ից սուտ ասի։ Եվ հատկապես իր սուտ խոսելը երբ է դրսևորվել, ինչ պարագային պարոն Ղուկասյան։ Ես հիմա ասես չեմ կարող հատիկ ասեմ, բայց շատ ասեցինք այն ժամանակները, որ մտնում ենք իր մոտ այս հարցերով, ինքն էս բաները ասում, որ ուղղակի անհետեցություններ էր ասում, ասենք հետո մի հատ օրինակ բերեմ, էտիա մեջս մի հատ օրինակ բերեմ, որ ծնողները գնացել էին մոտ հանդիպման, ինքը որ ասել էր, դա իր խոսքերն է, այսինքն ծնողներն են փոխանցել, որ դուք տանը ուրիշ երեխա չունեք, գնացեք զբաղվեք ձեր ողջ երեխեքով, ինքը մեզ ասել էր ծնողներին, որ անհետ կորածների կոնկրետ հարցով, որ բան չունենք, Ադրբեջանի ղեկավարությունը ասում է գերի չունենք, Ադրբեջանի ղեկավարությունը իրանց փոխանցել է, որ մենք անհետ կորած չունենք, գրնի անհետացած չունենք ու դա այն ներկայացած փաստերը, որ մենք ենք ներկայացել, որ վիդեոներ կա, վիդեո ֆիքսացիաներ կա, որ մեր երեխեքին Ադրբեջանի զինվորը տանում է գերի, դա անհերքելի փաստ է, ճիշտ է, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա փաստ չի, իր համար փաստը նա է, որ Ալիևն ասում է չունեմ,
դա ավելի հիմնավոր փաստ է, ավելացնեմ ասեմ ավելին, նա երթում է կերը, որ չունի, այսինքն այսօր Ալիևի երթում Ալիևի երթումը իր համար ավելի մեծ փաստ է, քան թե վիդեոները։ Ու ինքը տենց ասել է, Ալիևն ասում է, չունեմ, всё, Ալիևի խոսքն արդեն իր համար դոգմա է, օրենք է։ Հիմա որ վաղ Ալիև ասի, հորս արև Հայաստանը իմնա, պետք է ինչ համարենք, որ Ալիևը երթում կերա, որ հորս արև Հայաստանը իմնա, պետք է տանք Ալիևի։ Տենց է, իդ տրամաբանությամբ տենց է դուրս գալու։ Ներողություն մի հարցել ես տամ, հա, լուծումներից որը ձեզ համար բավարար կլինի, այսինքն ինչ պիտի լինի, որ դուք համարեք, որ ձեր պահանջները Այդ է մեր լուծում, եթե լուծում եք պայքարի, չէ, գլոբալի մասին չի խոսքը, Աբազյանը վերականգնվի, եթե չվերականգնվի, Մենք Աբազյանի վերականգնումին չէի շեշտում, քանի որ նորից եմ ասում, ես այդ մարդու աշխատանքը տեսել եմ, ու մենակ ես չեմ տեսել, այդ ծնողներն են տեսել, քանի գերի է եկել, դա Աբազյանի գործողություններն է եղել, ես դες չէ որ հիմա Աբազյանին մեծ արում եմ, բայց որ արելա չպետք է էլի կներեք սենց Խակակերի հավի նման պետք է չուտենք կտուսները սկսենք գեդին, ասենք չենք տեսել։ Եվ որ արելը ոնց ասենք չի արել։ Եթե իր տեղակալը գա եւ հավաստիացնի, որ նույն կերպ կշարունակվի, դա ձեզ կբավարարի։ Բա իհարկե, եթե դու իր տեղակալը գա ու ինքը հավաստիացնի, երաշխավորի, որ ինքը այդ տեմպից չի ընկնի, հələ մի բան էլ ավել ոչ պակաս կանի, բա մեզի ինչ է պետք, մեզի մեր երեխեքն են պետք, մեզի ուրիշ բան պետք չի, շեշտում եմ նորից։ Առավոտվա հանդիպմանը Վարդան Վարդանյանը ինչ խոստացավ։ Ես ճիշտ ասած չեմ մոտեցել, չեմ էլ լսել իրանք ինչ են խոսացել, ազնվությամբ չեմ մոտեցել։ Ուղղակի որտեվ հասկացել եմ նույն խոսակցությունալում ինչ որ Երևանից եղել է։ Արեք ճանապարհը բացեք, սա լավ կլինի, վաղը չեմ ուսորը կեթա կտենակ, Դա էլի կտի մոմենտ։ Բայց երեկայացից ներկայացուցիչ եկավ, խոստացել է, որ հետ վերադառնա պատասխանի, հա, ձեր հարցերը։ Եկավ պարոն Սանամյանը, եկավ գնաց, բայց հələ որ նորություն չկա իրեն։ Քանի որ ազգային ժողովի դիմաց եք, հետաքրքիր է, պատգամավորներից իշխանական դիմատիներ, գիտեմ, որ հանդիպել եք, եղել է, որ օրինակ կան փորձեն հասկանալ խնդիրը։ Եղել է, մեկը Տիկոն եկավ, Աբրամյան, մեկը Երևանից իշխանական նկատի։ Հա, չէ մի հատ էլ տղամարդ, որ մտավ ներսը հարց տվեց։ Հայաստան դաշտ։ Գառնիկ Դանիելյանն էր կարծեմ։ Հա, ոչ մեկնի 3 հոգի եկել է։ Իշխանականներից եկել են։ Իշխանական։ ԿՊ-ականներից հանդիպել են։ Որ կան հասկանան ձեր խնդիրը։ ԿՊ-ականները ոնց կարան մեր հետ գան հանդիպեն։ Երես պետք է ունենան, որ գան Պարոն հանդիպեն։ Ղուկասյան, նաև որոշում կայացրեցիք ձեր մի խումբը այս պահին Հերացի փողոցը փակի 1 ժամով։ Ակցիան շարունակվի այլ փողոցների փակմամբ էլ, եթե ներկայացուցիչ ազգային անվտանգության։ Որ մնացած ծնողները որ միանան, մնացած ծնողները, որտեղ մենք ունենք 170 հոգի զինվորական եւ 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած։ Այդ չեմ ասում գերության մեջ տղեկի մասին, որ նրանց ծնողներն են աթոռներից իրանց նստատեղերը հանեն գան միանեն, դու հերացին էլ կփակեմ, դու Մաշտոսն էլ կփակեմ, դու ինչ կա կփակեմ, բայց ես իմ ուզածին պետք է հասնեմ, որտեվ նորից եմ ասում, իմ պահանջը իմ երեխեն է, ու մնացած երեխեքը, անուն իմ երեխեքի, անուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչի բան չգիտենք այդ երեխեքին ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են, այդ անորոշությունը արդեն մեզի վերել այն հոգեկան են ամենածանր վիճակի մեջ է հասցել, որ մենք այսօր չգիտեմ ինչ ենք պատրաստ, կարող է այսին մեր ծնողներից բավականին արդեն մի քանի հոգի մահացան, մեր անետ կորածների ծնողները այսպես ամիսը չլինի մեկը մեռնում է, չէ, այդպես։ Իրազեկման ժամանակ ինչ են ձեզ պատճառաբանում այդ ծնողները, որոնք որ այսօր ներկա չեն այս ակցիային։ Ես այստեղ տեսնողներին միշտ այդ մարդկանց եմ տենում, ուրիշ մարդ գրեթե չեմ տենում։ Մեկ լինում էր, որ ասենք ԱԱԾ-ում կամ ասենք, չգիտեմ, միտեղ հանդիպում ենք, մի քանի հոգի լինում են գալիս են, որ դաժե չենք էլ տեսել, բայց իրանք ասում են, որ մենք անունով հիմա մարդիկ կար տարբեր պատճառաբանություններ են բերում, մեկը հիվանդ է, մեկը տկար է, մեկը փոքր երեխա ունի, մեկը տարեց մարդ ունի, ամեն մարդ մեկը փողը վերցել է չի գալի, մեկը չգիտեմ, պաշտոնը վերցել է չի, ինչ իմանամ ցավը տանեմ ամեն մարդ իրար, թո ինքը իր ասու առաջ
Թող ամեն մարդ, թող ամեն ծնող ինքը իր Աստծո առաջ, մեկ էլ իր երեխու առաջ պատասխան